Այն մոտիվ զանգեր, հիմա ես հրատարակել զնության արձանագրությունը, ինչպես այն հավաստում ենք, որ հաջորդ տարի երեխայի 94-99 հարցումն է նշված, սա Դավիթ Անդրեյանը Հրաբարեք զնության արձանագրությունը, եթե վերաբերի մասով պաշտպանության դիպարտամենտը, Գրիչ Ահմեդ Հովհաննիսյան արձանագրության արձանագրությունը զննի կատարել է Աղստակ կոմիսարության պայմաններում, զնության օբյեկտին հանդիսացել տեխնիկալ երկրությունը օպերատորներից ստացված Այսպեսին քրեական զնության տարբեր որ այնպես Հայաստան դեպքերից մասով Մասնակցների զնության բանից որ նրանք վերաբերում են Ռադիկ մոտիվացիայի կողմից շահագործվել 98-57-33 հեռախոսահամարի Սամվել Լազարյանի 98-97 43-41 հեռախոսահամարի Նարեկ Վանյանի 98-86-59 հեռախոսահամարի Զնության պարզվեց որ Անդրեյանի կողմից շահագործվել 98-57-46 հեռախոսահամարի Դրանցած վերջինիս մոտ Սամվել Լազարյանի Մաթեոսյանի անվան Հեռախոսահամարի երկրային զանգերի զննության պարզվեց որ վերջնական ժամանակահատվածում կատարվել է բազմաթիվ զանգեր, որոնց գերակշիռ մասը հիմնականում սպասարկվել է Գյուղ Մերձավանի ավերավակ պայանի կողմից զննության ընթացքում իրավեց Պիտերման եղանակը պարզվեց որ դեպքի օրը 23-2025 թվականին հեռախոսահամարը սպասարկվել է Արարատյան Մերձավան գյուղի ավերավակ պայանի կողմից, ապա Երևան քաղաքի տարբեր հատվածների ավերավակ պայանների կողմից, որից հետո ժամը 13:34-57-ից մինչև ժամը 23:56-11 ժամանակահատվածում երկհայ զանգերից սպասարկվել է Գյուղ Մերձավանի ավերավակ պայանի կողմից, միայն այն հատվածում ժամը 22:26-39 զանգը սպասարկվել է Պարապար Մերձավան Մայրուղի 15-րդ ավերավակ պայանի կողմից։ 23:09 2025 թվականի զանգեր այն համեմատեցին մի շարք հեռախոսահամարների հետ։ Զննության պարզվեց որ 23:09 2025 թվականին Դավիթ Մաթեոսյանը զանգեր է կատարել Սամվել Լազարյանի 98-97-42-41 հեռախոսահամարի ժամը 13:57-ից մինչև ժամը 23:14-29, որոնք բոլորը սպասարկվել են Գյուղ Մերձավան ավերավակ պայանի կողմից։ Նարեկ Վանյանի 044-03-50 հեռախոսահամարի ժամը 14:33-38-ին, որի ժամանակ զանգը սպասարկվել է Գյուղ Մերձավան ավերավակ պայանի կողմից։ Իսկ քննության ընթացքում վարդանցած հետ հեռախոսազանգեր չանցկացվեցին։ Զննության որ Մաթեոսյանը հաճախակի զանգերի ունի հանդերձ Սամվել Լազարյանի և Նարեկ Վանյանի դեմ նշված հեռախոսահամարների, ինչպես դեպքի նախորդում, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում։ Մի քանի զանգ Դավիթ Ախտոյանի 99-06-06-69 հեռախոսահամարի դեպքի նախորդող ժամանակահատվածում։ Մյուս անձանցիկ զանգեր չհայտնաբերվեցին։ Հեռախոսահամարի մուտքային զանգերի զննության պարզվեց որ դերձանված ժամանակահատվածում կատարվել են բազմաթիվ զանգեր, որոնց գերակշիռ մասը հիմնականում սպասարկվել են Գյուղ Մերձավանի ավերավակ պայանի կողմից։ Զննության ընթացքում իրավեց Պիտերման եղանակը պարզվեց որ դեպքի օրը 23:09-2025 թվականին հեռախոսահամարը սպասարկվել է Արարատյան Մերձավան գյուղի ավերավակ պայանի կողմից, ապա Երևան քաղաքի տարբեր հատվածների ավերավակ պայանների կողմից, որից հետո ժամը 13:25-ից մինչև ժամը 23:54-15 ժամանակահատվածում մուտքային զանգերի սպասարկվել է Գյուղ Մերձավանի ավերավակ պայանի կողմից։ Միայն այդ հատվածում ժամը 22:20-35-ի, 22:32-27-ի և 22:32-38-ին զանգերը սպասարկվել են Պարապար Մերձավան Մայրուղի 15-րդ ավերավակ պայանի կողմից։ 23:09-2025 թվականին զանգերը հայտնաբերվեցին մի շարք հեռախոսահամարների հետ։ Զննության պարզվեց որ 23:09-2025 թվականին Դավիթ Մաթեոսյանը զանգեր է ստացել Սամվել Լազարյանի 98-97-43-41 հեռախոսահամարից ժամը 18:32-56-ից մինչև 23:54-18,
որոնք բոլորը սպասարկվել են յուր մեծական ամերական կայանի կողմից։ Իսկ քննությանը հետաքրքրող այն անձանցել ներառչին զանգեր չայտնաբերվեց։ Զննությամբ նաև պարզվեց, որ օգտագործանը հաճախակի զանգեր լույս տալիս Սամվել Ղազարյանի և Նարեկ Օհանյանի վերնշված հեռախոսահամարներից, ինչպես դեպքի նախորդող, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում։ Մուտքային զանգեր է ստացել նաև Գևորգ Հարությունյանի 091-611-611 հեռախոսահամարից դեպքի նախորդող ժամանակահատվածում։ Սա երեկը 08-2025-ից 10-09-2025 թվականին։ Մեկ զանգ Մայր Ահտոյանի 098-57-10-09 հեռախոսահամարից 29-08-2025 թվականին։ Մի քանի զանգ Դավիթ Ահտոյանի 099-06-06-69 հեռախոսահամարից դեպքի նախորդող ժամանակահատվածում։ Մատեոսյանի հեռախոսահամարի GPS-ի օգտագործման զննությամբ պարզվեց, որ այն համընկնում է վերնշված ավիահամալսարանների արձանագրած տվյալները։ Զննությամբ պարզվեց, որ Սամվել Ղազարյանի կողմից շահագործող 098-97-43-41 հեռախոսահամարը գրանցված է վերջինիս խոր Վաչե Վահագի Ղազարյանի անվամբ։ Հեռախոսահամարի երկրային զանգերի զննությամբ պարզվեց, որ մերձավար ժամանակահատվածում կապվել են բազմաթիվ զանգեր, որոնց գերակշիռ մասը հիմնականում սպասարկվել է Գյուղմերձավանի և Երևան քաղաքի Ալեհավան կայանների կողմից։ Զննության ընթացքում կիրառվեց ֆիլտրման եղանակը և պարզվեց, որ երկի օրը 23-2025 թվականին հեռախոսահամարը սպասարկվել է առավոտյան Երևան քաղաքի տարբեր հատվածների Ալեհավան կայանների կողմից, ապա ժամը 19:51-59-ից մինչև ժամը 23:54-18 ժամանակահատվածում երկրային զանգերը սպասարկվել են Մերձավան գյուղի Ալեհավան կայանի կողմից։ Միայն այն հատվածում ժամը 22:35-ին զանգը սպասարկվել է Պարական Մերձավան մայրուղի 19 հասցեի անհավաքի կայանի կողմից։ 23-09-2025 թվականին զանգեր հայտնաբերվեցին Վիշապ հեռախոսահամարի զննությամբ պարզվեց, որ 23-09-2025 թվականին Սամվել Ղազարյանը զանգեր է կատարել Նարեկ Օհանյանի 098-57-33-46 հեռախոսահամարից, ժամը 19:51-59-ից մինչև ժամը 23:54-18 զանգերը սպասարկվել են Գյուղմերձավան Ալեհավան կայանի կողմից։ Նարեկ Օհանյանի 041-04-050 հեռախոսահամարի ժամը 21:16-09 և 21:20-02, որի ժամանակ զանգը սպասարկվել է Գյուղմերձավան և Գյուղաղանան Ալեհավան կայանների կողմից։ Իսկ քննության հետաքրքրող այլ անձանցել հեռախոսազանգեր չայտնաբերվեց։ Զննությամբ նաև պարզվեց, որ Սամվել Ղազարյանը հաճախակի զանգեր կատարեց Դավիթ Մատեոսյանի և Նարեկ Օհանյանի վերնշված հեռախոսահամարներին, ինչպես դեպքի նախորդող, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում։ Մեկ զանգ Մայր Ահտոյանի 098-57-10-09 հեռախոսահամարի 29-08-2025 թվականին, մի քանի զանգ Գևորգ Հարությունյանի 096-611-611 հեռախոսահամարի 28-08-ից մինչև 19-09-2025 թվականին, մի քանի զանգ Դավիթ Ահտոյանի 006-06-69 հեռախոսահամարի դեպքի նախորդող ժամանակահատվածում։ Հեռախոսահամարի մուտքային զանգերի զննությամբ պարզվեց, որ մերձավան ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ զանգեր, որոնց գերակշիռ մասը հիմնականում սպասարկվել է Գյուղմերձավանի և Երևան քաղաքի Ալեհավան կայանների կողմից։ Զննության ընթացքում կիրառվեց ֆիլտրման եղանակը և պարզվեց, որ դեպքի օրը 23-09-2025 թվականին հեռախոսահամարը սպասարկվել է առավոտյան Երևան քաղաքի տարբեր հատվածների Ալեհավան կայանների կողմից, ապա ժամը 19:52-19-ից մինչև ժամը 23:50-16 ժամանակահատվածում մուտքային զանգերը սպասարկվել են հիմնականում Մերձավան գյուղի Ալեհավան կայանի կողմից։ Միայն այդ հատվածում ժամը 22:29-52 և 22:52 զանգերը սպասարկվել են Պարական Մերձավան մայրուղի 19 հասցեի Ալեհավան կայանի կողմից։ 23-09-2025 թվականին զանգեր հայտնաբերվեցին Վիշապ հեռախոսահամարների հետ։ Զննությամբ պարզվեց, որ 23-09-2025 թվականին Սամվել Ղազարյանը զանգեր է ստացել Նարեկ Մատեոսյանի 098-57-33-46 հեռախոսահամարից, որոնք հիմնականում սպասարկվել են Գյուղմերձավան Ալեհավան կայանի կողմից։ Իսկ քննությանը հետաքրքրող այլ անձանցել հեռախոսազանգեր չայտնաբերվեց։
Բնությամբ նաև պարզվեց, որ Սամվել Ղազարյանը հաճախակի զանգեր ունի կատարած Գարնիկ Մաթևոսյանի վերը նշված հեռախոսահամարին, ինչպես դեպքի նախորդում, այդպես էլ հաջորդող ժամանակահատվածում։ Մի քանի զանգեր ակտուալի 098-57-10 հեռախոսահամարին 29-07-2020 մի քանի զանգերով 49-96-611-611 հեռախոսահամարին 23-08-22-09-2020 մի քանի զանգ Դավիթ Ախոյանի 099-06-06-69 հեռախոսահամարին ներքի նախորդող ժամանակահատվածում Ղազարյանի հեռախոսահամարի GPS-ի օգտագործման զննությամբ պարզվեց, որ այն հաղորդում է վերնշված ամերիկացիների արձանագրած տվյալների։ Զննությամբ պարզվեց, որ Նարեկ Վարդանի կողմից չհաղորդվում 098-86-89-20 հեռախոսահամարի գրանցված է վերջինիս կնոջ Քրիստինա Ռոբերտի Մանրացյանի անունով։ Հեռախոսահամարի երկնային զանգերի զննությամբ պարզվեց, որ վերցանված ժամանակահատվածում կատարվել են ընդամենը 3 զանգեր, որոնցից երկուսի ներքում ստացվել է կարճ համեմատություն։ Դրանք կատարվել են ներքի նախորդող ժամանակահատվածում 08-09-2020 թվական, 14-09-2025 թվական, 17-09-2025 թվական։ Դրանց երկուսի ժամանակ հեռախոսահամարը սպասարկվել է գյուղ Այգեկ, իսկ մեկի ժամանակ գյուղ Մերձավան Ավեհանով կրակի կողմից։ Հեռախոսահամարի մուտքային զանգերի զննությամբ պարզվեց, որ մերձավան ժամանակահատվածում ստացվել են ընդամենը մի քանի զանգեր, որոնց գերակշիռ մասը հիմնականում սպասարկվել է գյուղ Մերձավանի, գյուղ Այգեկի և Երևան քաղաքի հանրահավաքների կողմից։ Զննության ընթացքում կիրառվեց լիստերման եղանակի և պարզվեց, որ ներքի օրոք 23-09-2020 ստացվել է մեկ հեռախոսազանգ ներքի նախորդող ժամանակահատվածում կեսօր և հեռախոսահամարը սպասարկվել է գյուղ Այգեկի հանրահավաք քաղաքի կողմից։ Զննությամբ պարզվեց, որ վերցանված ժամանակահատվածում Նարեկ Վարդանը 098-86-89-20 հեռախոսահամարին զանգեր է ստացել Դավիթ Ախոյանի 099-06-06-69 հեռախոսահամարից դեպքի հաջորդը։ Զննությամբ հիշյալ հեռախոսահամարի հետ կապված քննությանը հետաքրքրող այլ տվյալներ չեն հայտնվել։ Երկրորդ հակագերիցնից ստացված փոխանցված տվյալների համեմատությամբ զննությամբ պարզվեց, որ Նարեկ Վարդանի կողմից չհաջորդվող 041-04-05-50 հեռախոսահամարին։ Զննությամբ պարզվեց, որ Նարեկ Վարդանի կողմից չհաջորդվող նշված հեռախոսահամարից կատարվել են բազմաթիվ երկրային և մուտքային հեռախոսազանգեր։ Զննության ընթացքում կիրառվեց երկրային եղանակը և պարզվեց, որ ներքի օրոք 23-09-20 կատարված երկրային և մուտքային զանգերի ժամանակ հեռախոսահամարը սպասարկվել է Մերձավան գյուղում։ Միայն այն հատվածում ժամը 22:40-ին զանգը սպասարկվել է Մերձավան Մայրուրի Աստղի Ավեհավաք քաղաքի կողմից, իսկ Արեգինոթելի Գարնիկ Մաթևոսյանի և Սամվել Ղազարյանի հետ մնացել են Փարակար աղբեկենը բենզին և գազ դիսկավորել։